Բարի լույս և բարի օրհնյալ կիրակի ամենքիս Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը, որ Տիրոջ տան մեջ ենք և Տիրոջ տան մեջ միաբանությամբ գովերգում ենք մեր Տիրոջը։ Երբ որ մոտեցանք եկեղեցի, տղաները այսօր Աստծո խոսքով դիմավորեցին, Տեր օրհնի նրանց։ Ինձ ընձեռնվել է Մատթեոս 5-րդ գլուխ 5 խոսքը։ Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Տեր օրհնի, որ դեռ պատանեկության ժամանակներից մենք ուզում ենք անցկացնենք Տիրոջ տան մեջ և փառք Տիրոջը, որ միաբանության մեջ ենք և այդ միաբանության մեջ կարողանում ենք մեկտեղ օրհնենք, երկրպագենք ու փառաբանենք մեր Աստծուն։ Մեր հույսը մեր Աստվածն է, մեր զորությունը մեր Աստվածն է։ Հռոմեացի 15:13 այսպես է ասում. Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանանք Սուրբ Հոգու զորությամբ։ Եվ Առակաց 3:11 ասում է, որդյակիմ, մի անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի դադարիր։ Լսիր Աստծո խոսքը ամեն անգամ ասա, Տեր, ուզում եմ հանձնեմ եմ Տեր, ուզում եմ այնպես ապրեմ, ինչպես դու ես ուզում։ Միայն ուզում եմ հայտնես քո փառքը Տեր, քո օրհնությունն ու զորությունը Տեր հայտնես ամեն մեկիս կյանքում Տեր։ Հանձնվում ենք Տեր և ասում ենք, որ ուզում ենք այնպես անենք, ինչպես դու ես կամենում Հայր։ Եվ դու լինես բրուտը և մենք լինենք կավ, որ ինչպես թրծես, այնպես մենք լինենք Տեր։ Հանձնվում ենք Տեր, քո կամքի համեմատ Տեր։ Եվ ասում ենք այնպես արա, ինչպես դու ես ուզում։ Ինչպես որ կամենում ես Տեր, քո օրհնություններն ու զորությունը թափիր այս եկեղեցու վրա Տեր, իմ քույր եղբայրների վրա Տեր։ Օրհնիր ու լցրի հայտնիր քո փառքը Տեր, հայտնիր քո փառքը Հիսուս։ Mar
հասնես Տիրոջ խոսքին։ Ասես Տեր ուզում եմ անել այնպես, ինչպես դու ես ուզում։ Այո, արա այնպես, ինչպես դու ես կամենում։ Սաղմոս 94:9-12 ասում է. Միթե ականջը տնկողը չի լսում, կամ եթե աչք ստեղծողը չի տեսնում, միթե ազգերը չի հանդիպում և չի տեսնում։ Տեր, գիտեի մարդկանց մտքերը, որ ունայն են, երանի են մարդուն, որին դու ես խրատում, ով Տեր, քո խոսքի օրենքը սովորեցնում նրանց։ Այո, երանի են մարդուն, ով ամեն անգամ ուզում է սովորել Տիրոջ խոսքից։ Եվ ասում է, Տեր, արա այնպես, ինչպես դու ես ուզում, ինչպես դու ես կամենում։ Մի անուն կա, որի անունը Հիսուս Քրիստոս է, ով իր կյանքը դրեց։ Այնպես որ մեր երգերը, մեր օրհները, մեր խոսքերը փոքր են Տիրոջ մեծ զոհի հանդեպ։ Ամեն անգամ խոնարհվի ասա, Տեր, քո կամքի համեմատ եմ ուզում ապրել, Տեր։ Գիտեմ, որ դժվարություններ կան աշխարհում, Տեր, բայց ես ուզում եմ քո խրատի մականջին լինի, Տեր։ Քո խոսքի մականջին լինի, Տեր։ Քո խոսքի շուրթերին լինի, Տեր։ Արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ կամենում ես։ Ես ուզում եմ իմ կյանքը հասնել քեզ, Տեր։ Լիարժեք, Տեր, լիարժեք խոնարհվել քո առաջ եւ ապրել այնպես, ինչպես դու ես կամենում, Հիսուս։ Քեզ են գծայում մեր սիրտը, քեզ են գծայում մեր կյանքը, քեզ են գծայում մեր ժամանակը, Տեր։ Ասում ենք արա այն ինչ ուզում ես, Հիսուս։ Պարքերը և օրգություն այս սաղմոսները և երկերը քեզ են գծայում։ Ահա ինչ ուզում ես, ահա ինչ կամենում ես։ Ահա մենք, ահա քո եկեղեցին, ահա իմ քույրերն ու եղբայրները, Տեր, ահա մեր ձեռքերը, Տեր, ահա մենք։ Քեզ եմ նվիրում սիրտեի, քեզ եմ ածայվում ամբողջովի, 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 արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո
ականջներին Տեր, որ իմ ականջը փակ լինի Տեր աշխարհի համար։ Երկյուղ դիր իմ աչքերին Տեր, որպեսզի ամեն բան չտեսնեմ Տեր, այլ միայն Տեր նայեմ երկինք եւ նայեմ քո խոսքին Տեր։ Ես ուզում եմ մտնել քո սրահները Տեր։ Ես ուզում եմ Տեր իմ կյանքը անցկացնել քո սրահներում Տեր, քո կամքի մեջ լինել Տեր։ Ուզում ենք ասել, որ դու մեր հույսն ու ապավենն ես Տեր, մեր հետական ես Տեր, մեր ապական ես Տեր։ Այո, երբ մտնում ենք Տեր քո սրահները, մեր սիրտն է ցնցում։ Ուզում ենք երգել ու բղավել ասել Տեր։ Սիրում ենք քո ներկայությունը Տեր, որտեղ դու ես իմ բաժինը, դու ես մեր բաժինը, դու ես մեր կյանքը։ Այո, Տերն է մեր բաժինը, կարող ես ասել, բարձր ասել, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, ես ընտրել եմ բարի բաժինը։ Այո, մենք ուզում ենք մեր ընթացքներ անցնի Տիրոջ բաժնի մեջ, Տիրոջ շավիղների մեջ և Տիրոջ կյանքի մեջ, որ Հիսուսը դրեց այդ կյանքը մեզ համար, ինձ համար և քեզ համար, որպեսզի մենք ունենանք հավիտենական կյանքը և ողջ փառքը նրան է պատկանում։ Սիրում ենք քո ներկայությունը Տեր, սիրում ենք քո զորությունը, քո սուրբ ու քո առատ ներկայությունը, որ հպվում է, որ գրկում է մեզ և խրատում է մեզ և օգնում է մեզ։ Սիրում ենք քեզ։ Հալելույա։ Երբ մտնում է սրբարանը քո, այն շամ սիրտն է իմ ասում, ով ունեմ երկնքում և երկրի վրա, քեզանից բացի ոչինչ չեմ ուզում։ Տերն է իմ բաժինը, ասա միասին, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան։ Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան։ Ասա որ Տերն է իմ բաժինը, Տերն է օգնությունը, իմ զորությունը, և ոչինչ չեմ ուզում այո Տեր, այլ միայն քո ներկայությունը։ Ուտ է սիրտս ու մարմինս բաժվի, բայց հոգին թող որ ասի, Տերն է սրտիս զորությունն ու բաժինը,
Մաշինը բարձր ձայնով գոչում ենք քեզ Տեր մեր սուրբ Աստված երկրպագում ենք քեզ ահա քո ժողովուրդը Տեր մենք ասում ենք որ սիրում ենք քեզ բարձրացնում ենք մեր ձեռքը փառք ենք տալիս քեզ մեր Աստված արժանի ես Տեր մեր անձերը նվիրում ենք քեզ Տեր Եվ մեր հոգին շտապում է դեպի քեզ, կանչում է քեզ, աղաղակում է քեզ Տեր, հալելույա Տեր Սուրբ Աստված ծնկում է Ima
Փառք Տիրոջ, ալելույա, Տերը օրհնի մեր փառաբանության թիմին, շնորհակալ ենք ձեզնից, Աստված շատ օրհնի, հզոր ծափեր Աստծուն, որովհետև միայն մեր Տերն է արժանի, փառքի, պատվի, մեծարման, գովեստի, ալելույա, եթե տխուր չես, կողքինիդ մի հատ լավ խոսք ասա, օրհնության խոսք ասա, ալելույա, իսկ եթե ով տխուր է, կողքինիդ ասա, ինձ մի հատ մխիթարական խոսք ասա, լավ, ես ասեմ, Տերը քեզ չի թողնի, չմտածես, ալելույա, նա քեզ սիրում է և չտխրես, ամեն բան ժամանակավոր է, փառք Տիրոջ, ալելույա, սիրելիներս, իրոք մեր Աստված բարի է, մեր Աստված հզոր է, մեր Աստված սեր է և մենք պիտի գիտակցենք մեր Աստծո մեծությունը, նրա կատարածը և գիտակցելով գոհանանք և ինչ անենք, խոնարհվենք, ով է սիրում խոնարհվել, ալելույա, ինչ լավ է, իսկ ով է սիրում խոնարհ մարդկանց, խոնարհ մարդկանց հետ հեշտ է, չէ, շատ հեշտ է, երբ որ խոնարհ են, չեն հակառակվում, երբ որ ներում են, զիջում են, երբ որ համբերում են, դրանք ասենք, որ խոնարհության պտուղներն են, ամեն, ուրեմն սիրելիներս, խոնարհությունը, այո, ունի պտուղներ,
Ես չեմ կարող ասել, ես շատ խոնար եմ, որ խոնար եմ, ինչ անեմ դու չես տեսնում, որ ես խոնար եմ, բայց որ խոնար լինեմ, դու անպայման կզգաս, կնկատես և կասես իրոք շատ խոնարանա տա քույրը, տա Աստված և ես կխոնարվեմ, դա իմ որոշումն է, ամեն, իսկ դու, ալելույա, գիտեք ժողովուրդ ջան, Հիսուսը մեր Տերը եկավ և գիտեք ինչ էր առաջարկում մեզ, ասում էր նմանվեցեք ինձ, որ խոնար եմ ու սրտով հես, չասավ նմանվեցեք ինձ, որ ես հրաշքներ եմ անում, զորություններ եմ գործում, աղքատներին կերակրում, մի խոսքով շատ երևացող բաներ կար, չէ, բայց ասավ նմանվեցեք ինձ, որ ես խոնար եմ ու սրտով հես, խոնարությունը դա կեցվածք չի, ծուրվիս, կամ ձայնի ելևեջ, այո քույրիկս, հա, ամեն, դու կարող ես խոսել հստակ, ուրախ, բայց խոնար, դու կարող ես շատ լավ կեցվածք ունենաս, քաջաբար քայլես և ուղիղ մարդկանց աչքերին նայելով, մեկ խոնար հարսներ կան, չէ, կեսրարի աչքերին չեն ուզում նայեն, դեմքին չեն ուզում նայեն, ասեմ, երբ որ դու մարդու դեմքին չես ուզում նայես, խնդիր ունես, երբ որ դու չես կարող մարդկանց աչքերի մեջ նայես ու խոսես, ասեմ, հովո, քեզ շատ եմ սիրում, լավ տղա ես, մհեր, շատ լավն եք, աչքերի մեջ էլ նայեմ, հասկանում եք, խոնարհությունը դա սրտի վիճակ է, որ պիտի գործողության մեջ արտահայտվի։ Ու փառք Աստծո, որ մենք այնքան ենք փորձվում, փառք Աստծո, որ Աստված մեր սիրտը մեզ միշտ ցույց է տալի։ Երբեմն մենք մեր աչքին խոնար ենք երևում, չէ՞, քան այն մյուս քույրը եղբայրը։ Այդպես է, չէ՞։ Բայց Աստված ինձ նման չի, քեզ նման չի, թեպետ ասելա դուք նմանվեք ինձ, բայց ինքը մեզ երբեք չի նմանվի, ասմա դուք ինձ նմանվեք, դրա համար իսկապես մենք պիտի խոնար լինենք, խոնարհությունը մեր կատարյալ ոչինչ լինելու գիտակցությունից է կախված, գիտես, մարդը երբ չուզիմ խոնարհվի, երբ որ ինքը ինչ-որ մի բան կարծում է իրան, 7-8 հատ դիպլոմ ունեմ, ես լեզուներ եմ խոսում, ես ես լիքը նյութական ապահովված եմ, և կարծես այդ տեսակ սիրտը բարձրացած, ինչ էլ ունենաս, ինչ դիպլոմներ, ինչ գիտություն, ինչ ֆինանսական վիճակ ունենաս, ինչ ապահովություն, ես ու դու մի բան պիտի հասկանանք, մենք ոչինչ ենք, կյանքը մերը չի, Աստված է դա մեզ տվել, երկրի վրա կյանքի տարիները և ինչ էլ կվաստակենք կունենանք, դա Աստծուց է, ամեն, 100% համոզված եք, ալելույա, սիրելիներս, ինչպես խոնարհությունը, խոնար մարդիկ, լսել եք, չէ, մեր ասացված կասմա, խոնար գառը 7 մոր կաթա ուտում, և ինչ հետաքրքիր է, մեր Աստված էլ իր ժողովրդին ինչի նմանեցրեց, գառնուկների, ոչխարների, ինչ լավ է, չէ, դրանք լավ է հնչում, այսինքն, եթե հիմա ոչ թե անունի մեջ, տեսակի մեջ, որ այդ տեսակին գառնուկ անվանեց, պատկերացրեք կովին, խոզին, ինչ կենդանիներ կան, չէ, ինչ լավ է,
Որտև մենք բոլորի հատկանիշները գիտենք, ինչպիսին են, բայց գառնուկը հեզա խոնար եւ ով ա տեսե մորթվող գառ։ Օրինակ, ես տեսել եմ, պատկերացրեք, խիղճ գառնուկի ոտերը կապեցին, մի հատ ձենել չհանեց։ Դրեցին զոհասեղանին, մի հատ ձենել չհանեց։ Մինչև կոկորդը կտրելը ձեն չհանեց։ Ինչպիսի հատկանիշ խոնարհության, հեզության։ Դրա համար Տերը իր ժողովրդին ասեց. Պետրոս, արածեցրու իմ ոչխարներին, իմ գառնուկներին, որովհետև Աստծո ժողովուրդը պիտի լինեն խոնար ու սրտով հեզ։ Ամեն։ Եվ դրանք հետևանքներ ունի, բայց չխոնարհվելը նաև ունի հետևանք։ Համաձայն եք։ Ժողովուրդ, խոնարհվելը ես ու դու պիտի խոնարհվենք, չէ՞։ Երբեք սխալ աղոթք չանեք։ Տեր ինձ խոնարհացրու։ Տերն ասում է դու խոնարհվի, խոսքը գիտես, գիտակցում ես, եթե ես խոնարհացնեմ, ցավոտ կլինի։ Լավ չի որ հնազանդվենք։ Լավ է, չէ՞։ Բայց երբ որ մենք չենք հնազանդվում, ինչին, Աստծո խոսքին, Տիրոջ պատվիրաններին, հետևանքը ինչ է լինում, շատ ցավոտ։ Ժողովուրդ ջան, թե նոր ուխտի Աստված, թե հին ուխտի Աստված, նույն Աստվածն է։ Նույն Աստվածը։ Եվ նրա նպատակը թե հին ուխտում, թե նոր ուխտում մարդկանց փրկությունն էր։ Մարդկանց իրեն մոտեցնելն էր։ Մարդկանց իրենց Աստծու հետ կապ ստեղծելն էր, հնազանդությունը, խոնարհվելը եւ դրա հետևանքները օրհնություն։ Ինչպես ասում է, խոնարհին շնորհք կտամ, բայց ամբարտավանին հակառակ կկանգնեմ։ Ուրեմն ես ուզում եմ մի հատ կարդանք միասին 119 Սաղմոսը, ով է սիրում Սաղմոսներ շատ կարդալ։ Ես ամեն Սաղմոսը աղոթքներ է եւ ինչու՞ չէ, նաեւ շատ լավ խրատի բաներ են առնում։ Ուրեմն տեսեք ինչ է ասում Սաղմոս 2-ն 119:67-ը։ Դեռ որ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա քու խոսքը պահում եմ։ Պատկերացնում եք, հետևություն, խոնարհները Աստծո խոսքը կպահեն։ Սա է ուզում ասի։ Դեռ որ խոնարհված չէի, սխալվում էի։ Բերեք ասենք, որ խոնար մարդը սխալներ քիչ կանի, կամ եթե բացարձակ խոնար է, ընդհանրապես չի անի։ Ամեն։ Ահա։ Եվ նույնը 71 խոսքը։ Լավ է ինձ համար, որ խոնարհվեցա, որ քո հրամանները սովորեմ։ Բարի է ինձ համար քո բերանի օրենքը, ավելի քան թե հազարավոր ոսկին ու արծաթ։ Ինչ լավ է ինձ համար, որ խոնարհվեցա եւ քու օրենքը սովորեցի։ Գիտեք, մեզ համար հեշտ չի, երբեմն Աստծո խոսքը կարդում ենք, տեսնում ենք այնպիսի բաներ, որ մեր եսը անձը չի ցանկանում։ Ոնց կարող է։ Պատճառաբանություններ ենք բռնում, տարբեր բաներ ենք ներկայացնում, որ ինքներս մեզ արդարացնենք։ Բայց թանկագիններս, Աստծո խոսքը, Աստծո օրենքը բեկման ենթակա չէ։ Եվ նայեք, Աստված երբեմն
որ մարդիկ իրեն ժողովուրդը, իրեն մարդիկ, իրեն եկեղեցին, իրեն պաշտողանձիկ, երբ որ դժվարանում են խոնարհվել, Աստված խոնարեցնելու ձևը գիտի։ Օրինակ փորձառաբար դուք շատերդ ապրած կլինեք, չէ՞, թե Աստված ինչպես է մեզ խոնարացնում, երբ որ մենք հակառակում ենք։ Նա գիտի նեղությունների կմատնի, փորձությունների կմատնի, փոխհարաբերությունների մեջ շատ վատ իրավիճակների մեջ մեզ կհանդիպացնի, մինչև որ հասկանանք բարձրյալն է տիրում, մինչև որ խոնարհվենք, ձեռքերներս վերև տանենք, ասենք հանձնվում ենք, Տեր, իսկապես ներիր ու ողորմիր մեզ։ Մի շատ այդպիսի իրավիճակներում Իսրայելի ազգը հայտնվում էր։ Ուրեմն 107 Սաղմոսի կարդանք 11-12 համարները, թե ինչ էր ասում։ Որովհետև Աստծո խոսքերին հակառակ կացան եւ բարձրյալի խորհուրդները անարգեցին, եւ նա նրանց սիրտը խոնարեցրեց նեղություններով, որ տկարացան, ոչով չկար, որ օգներ։ Ահա, փաստորեն Իսրայել ազգը, Իսրայել ժողովուրդը, երբ որ չէր խոնարհվում, երբ որ պատվիրանազանց էր լինում, Աստված ինչ էր անում։ Նեղություններով, ինքը փորձություններով կոտրում էր։ Իսկ ինչ եք կարծում, նույն Աստվածը չէ։ Ինձ ու քեզ պիտի խնայի, Փառք Աստծո, ասենք թող չխնայի, թող մեզ սովորեցնի, որ գոնե նեղություններից հասկանանք, որ ես ու դու պետք է խոնարհվենք։ Հալելույա։ Երկրորդ օրինաց բացենք, ժողովուրդ ջան, ետքը շատ լավ է լինելու, շատ մի տխրեք, ոնց որ տխրած եք, հա։ Սա մեզ շատ հարկավոր է, շատ։ Մենք ոնց ենք երկինք գնալու։ Ամբարտավաններին Աստված հակառակ է կանգնում, անհնազանդներին Աստված հակառակ է կանգնում, բայց մենք պիտի խոնարհվենք, ասма խոնարհվիր նրա ձեռքի տակ եւ նա ճիշտ ժամանակին պիտի բարձրացնի։ Ամեն։ Երանի նրան, ում Աստված կբարձրացնի։ Ալելույա։ Ուրեմն երկրորդ խոսքից ենք կարդում. Եվ հիշիր այն բոլոր ճանապարհները, որ քո Եհովա Աստվածը այս 40 տարումը քեզ մանածեց անապատի մեջ, որ քեզ խոնարհացնե, քեզ փորձելու, սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես, թե ոչ, եւ քեզ խոնարհացրեց, եւ սոված պահեց, եւ մանանա ուտացրեց, որ ոչ դու էիր ճանաչում, ոչ քո հայրերը, որ քեզ իմացնե, թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ մարդ Աստծո բերանից դուրս եկած խոսքով կապրի։ Տեսնում եք, ժողովուրդ ջան, Իսրայել ժողովուրդը փաստորեն 40 տարի անապատում, որ պտտեցին, գիտեք, 11 օրվա ճանապարհ է Եգիպտոսից Քանանի երկիր, ինչ որ ճանապարհ կա, բայց Աստված հատուկ անապատով անցկացրեց, նպատակը որն էր, որ հասկանան, սոված էլ պահեց, ծարավ էլ պահեց, թեպետ ջուր էլ տվեց, թեպետ երկնքից մանանա էլ իջեցրեց, որ բոլորովին իրանց հայրերը չգիտեին, տեղյակ չէին դրա մասին,
բայց նպատակը որն էր, որ խոն արեցնի, որովհետև ամբարտավան էին, որովհետև տրտնջացող էին։ Ժողովուրդ, երբեմն մարդկանցից բողոքներ ենք, չէ լսում։ Մի քիչ վիզը ծռած, խեղճ վիճակում, դե քույր ջան, չես պատկերացնում ինչ վիճակներով եմ անցնում, ախր նեղություններս, դու չես պատկերացնի, ախր իմ իրավիճակը դու չես պատկերացնի։ Ես մարդ եմ, ես էլ իրավիճակներով անցնում եմ։ Բայց Աստված շատ լավ պատկերացնում է, մնում է ես ու դու լավ պատկերացնենք, ինչու ենք հայտնվում այդպիսի իրավիճակների մեջ։ Փոխանակ նեղության մեջ գոհանանք, գիտեք, գոհությունն էլ խոնար մարդու վարքագիծ է, գիտեք։ Գոհացող մարդը, երբ որ գոհանում է ամեն իրավիճակի մեջ, ցավ ունի, տառապանք ունի, փորձության մեջ է, բայց գոհանում է, դա ցույց է տալի իր խոնար սիրտը։ Իսկ երբ որ մարդը սկսում է տրտնջալը, բողոքելը, դա ցույց է տալիս թեկուս ցածր տոնով, թեկուս կոտրված, թեպետ ձայնի ելևէջները փոխած, որպեսզի խղճահարություն առաջացնի, ասենք ինչ մեղ կա, այս քուրը, այս աղբերը, ոնց պիտի յոլա գնա։ Իմացեք, ես քիչ առաջ ինչ ասեցի, ձայնի մեջ չի, քո պահված դիրքի մեջ չի, այլ խոնար սրտից։ Իսկ քո լեզուն ցույց է տալի, թե դու ով ես։ Քո լեզուն ցույց է տալի դու խոնար ես, թե հպարտ ես, թե հակառակող ես։ Գիտեք, այո, տրտունջն էլ ցույց է տալի, որ ես ու դու արժան ենք լավ բաների։ Էս ինչի չենք օրհնվում։ Ես ու դու արժան ենք, որ առողջ ապրենք, լավ ապրենք, նյութական շատ ունենանք, ամեն ինչներս տեղը լինի։ Բայց չգիտեմ ինչի է ինձ հետ այսպիսի բաներ պատահում։ Ասեմ, մեզ պատահած ամեն բանի մեջ Տերը արդար է։ Եվ փառք Աստծո, որ մեր Աստված մեզ համար հոգ է տանում, որ մենք անձնաքննություն անենք։ Ինչու մեր կյանքում այսպիսի բաներ շատ են տեղի ունենում, որպեսզի մենք խոնարհվելով նմանվենք մեր Տիրոջը։ Ժողովուրդ, Հիսուսը խոնարհության կարիք ուներ։ Ես այս խոսքի համար այնքան եմ մտածել, հավատացեք, այնքան եմ մտածել, ու դեռ մինչև հիմա ասում եմ, Տեր, իրոք չեմ հասկանում։ Ասում է, Քրիստոսը իր չարչարանքներեն հնազանդություն սովորեց։ Պատկերացնում եք, Հիսուսը, իսկ ես ու դու մեր չարչարանքներեն պիտի խոնարհվել հնազանդություն սովորենք, թե ապստամբություն։ Թե ասենք մենք արժան ենք, դու մեզ արժանագույն ձևով չես հատուցում, Տեր։ Մեզ հարկավոր է ապաշխարություն, թանկագիններս։ Մեզ հարկավոր է հանձնվել Աստծուն։ Ես մի հատ հին ուխտից մի օրինակ եմ վերցրել, Ռոբովամի պատմությունը։ Բացենք երկրորդ մնացորդաց, եւ երբեմն բաներ կա, որ այնքան ենք զարմանում, երբ որ կարդում ենք, զարմանք ենք ապրում, ինչի էսպես վարվեց Ռոբովամը, բայց մի պահ, երբ որ մենք հաշվի նստենք ու տեսնենք, որ մենք էլ պակասը չենք, մեզ հետ էլ է պատահում այդպիսի բաներ։ Ուրեմն նայեք, եւ եղավ, երբ որ Ռոբովամի թագավորությունը հաստատվեցավ եւ ինքը զորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը եւ բոլոր Իսրայելը նրա հետ։ Ինչ հետաքրքիր է,
Ժողովուրդ, հենց որ զորացավ, ամեն ինչ լավ եղավ, թագավորությունը հաստատվեց, ամրացավ, սկսեց Տիրոջ օրենքները թողնել։ Մի հատ համեմատական բերենք։ Մենք էլ երբեմն, հենց որ մեր նյութականը լավանում է, հենց որ մի քիչ մեր գործերը լավանում է, հենց որ մի քիչ սենց ամեն ինչ կարգին է, սկսում ենք մոռանալ Աստծո խոսքը։ Երբ որ շատերը կա օրհնվում են, կիրակի օրերը գործ ունեմ, ոնց կամ եկեղեցի։ Գործ ունեմ, պատկերացնում եք, ու այդ օրը դու չգիտես, թե ես որքան պիտի վաստակեմ, ես եկեղեցի չեմ կարող գալ։ Ժողովուրդ, պատվիրան է, չէ, տասնաբանյա պատվիրան։ Ինչ է կարծում, Աստծո առաջ կանգնենք, մենք արդարանալու պիտի ասենք, Տեր ջան, դե ինձ գործից կազատեին, դե պատճառներ շատ կբերեինք։ Իսկ կմտածենք, Տերը ինչ պիտի ասեր։ Ես եմ որեմը, ես եմ բարձրյալը, ես եմ քեզ ապրեցնողը և քեզ մեռցնողը, ես եմ քեզ օրհնողը և անիծողը։ Այդպես չի, Սուրբ գրքի չեն համարներ, բայց մենք երբեմն մոռանում ենք, շփոթվում ենք, որովհետև մեր նյութականը, մեր օրհնությունները մեզ տանում են։ Երանի թե դրա համար Հայր մերում Տերը մեզ սովորեցրեց, մեր ամեն օրվա հացը տուր։ Գիտեր, չէ՞։ Գիտեր ինչի համար, որտև վաղ որը ինչ գիտենք։ Կողքինիդ ասա Աստծո երկյուղը սուրբ է։ Եվ լավ է, որ մենք երկյուղած ապրենք։ Հիմա տեսնենք հետևանքը ինչ էր լինում այս Ռոբովամի։ Ինչ արեց։ Եվ եղավ Ռոբովամ թագավորի 5-րդ տարին, որ Եգիպտոսի Սիսակ թագավորը եկավ Երուսաղեմի վրա, որովհետև ապստամբել էին Տիրոջ դեմ։ Սիսակ թագավոր ջան, քեզ ինչ թե նրանք Տիրոջ դեմ ինչ կանեն, բայց մենք ասենք, որ Աստծուն չհնազանդվելը, չխոնարհվելը հետևանքներ ունի, անպայման, անպատասխան չի մնում։ Մինչև այդ խիչ էր այդ Սիսակ թագավորը գալիս, որտև ամեն ինչ լավ էր, հնազանդության մեջ էին։ Ով է թագավորների սրտեր փոխողը, ով է թագավորներին գրգռողը։ Տերը։ Դուք կարծում եք մի պակաս շատերը հարց են տալի, ինչի Տերը, ինչի սենց վարվեց մեր ազգի հետ։ Տեսնենք ես մեր ազգը որքան էր աստվածապաշտ, և հարց են տալի, ինչի ազրիներ աստվածապաշտ էին, չէ, նրանք ընդհանրապես կորստյան են, որովհետև այն ազգը, այն ժողովուրդը, այն անձը, որը որ Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ չի ընդունել, որովհետև հավիտենական կյանք տանող ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Նրանք կորստյան են, բայց Աստված կորստյան գնացող մի ազգով իր ժողովրդին կխոնարեցնի, կկոտրի և կասի, քանի որ դուք չհնազանդեցիք, քանի որ, ասում է, քանի որ ապստամբել էին Տիրոջ դեմ, 1200 կառքով, 60,000 ձիավորով, և նրա հետ Եգիպտոսից եկավ ժողովրդին թիվ չկար, լիբանանցիք, սովկիացիք, եթովպիացիք, և նա առավ Հուդայի պարսպավոր քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ, և Սեմայա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սիսակի երեսից ժողովել էին Երուսաղեմում, և ասաց նրանց, այսպես է ասում Տերը, դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ թողեցի ձեզ Սիսակի ձեռքին, և
խոնարեցին Իսրայելի իշխանները եւ թագավորները եւ ասեցին. Տերը արդար է։ Գոնե ինչ լավա չէ։ Խոնարեցին եւ խոսքով ապացուցեցին։ Այս ինչի մեջ որ հիմա մենք կանք, Տերը արդար է։ Մի հատ անձնակնություն արա, ներկա վիճակում ինչի մեջ ես հայտնվել դու։ Կողքինի տասա Տերը արդար է։ Տերը արդար է։ Ինձ համար, քեզ համար, մեզ պատահած ամեն բանի մեջ։ Ամեն։ Ալելույա։ Բայց փառք Տիրոջը, որ Աստված ողորմած է։ Ահա։ Եվ երբ որ Տերը տեսավ նրանց խոնարելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայային ասելով. նրանք խոնարվեցին, ես նրանց չեմ կորցնիլ, եւ նրանց շուտով ազատություն կտամ, եւ իմ բարկությունը չի թափվիլ Երուսաղեմի վրա Սիսակի ձեռքով, բայց նրան ծառաներ կլինեն եւ կհասկանան իմ ծառայությունը եւ երկրավոր թագավորների ծառայությունը։ Այո, թեպետ Տերը ազատեց, թեպետ Տերը թույլ չտվեց, որ Սիսակի ձեռքով Երուսաղեմը ավիրվի, թույլ չտվեց, որ կործանվեն, ավիրվեն, բայց Տերը քանի որ արդար է, ինչ արեց։ Տերը ասավ հիմա դուք իրենց կծառայեք, կդառնաք ստրուկներ, կդառնաք այլ ազգի ծառաներ, քանի որ դուք ինձ չծառայեցիք։ Այ հիմա տարբերությունը կզգայիք։ Ժողովուրդ, երբ որ ես ու դու Աստծուն ծառայում ենք, Աստծուն ծառայողների համար վարձ կա։ Գրված է մշակը վարձքի արժան է։ Գրված է ետ կդառնաք ու կտեսնեք Աստծուն ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը։ Տարբերություն կա։ Եվ ես կվկայեմ, այո, ալելույա, շնորհակալ եմ ու ասել եմ, մինչև կյանքիս վերջին շունչը, որքան ինձ ապրելու օրեր կտա, ես պիտի ծառայեմ իմ Աստծուն։ Իսկ դու այսօր կարող ես որոշել։ Իսկ ծառայությունը թողնելը, ծառայությունից հրաժարվելը, ժողովուրդ ջան, կծառայեք ձեր տնօրեններին, կստրկանաք, կներեք, որ սենց եմ ասում, ձեր տնօրեններին, դե կասեք դրա դիմաց փող ենք ստանում, Աստված օրհնի ձեր փողը, բայց Աստված նախանձոտ Աստված է, Երանիթ հետ ստացված փողերը հալալ վայելենք։ Պատկերացնում եք, մենք ում տեղն ենք դրե Տիրոջը, բայց Տերը բարի է, չլինի այնպես, որ Տերը այնքան զայրանա, այնքան բարկանա ու ասի զավակս, ով էր քեզ համար կարևոր, ումը հնազանդվել, ումը խոնարհվել, ասենք, որ դա էլ խոնարհության արդյունք է, դա էլ խոնարհության պտուղն է, քո ծառայելը Աստծուն։ Եվ Տերը արդար է, ով կմտածեր Սողոմոնի տղա, աշխարհի ամենաիմաստուն մարդու տղեն Ռոբովամը կլիներ այս տեսակ, ամեն անհնազանդություն, ամեն չխոնարհվել, ամեն հակառակություն ունի արդյունք, պտուղ, ամեն։ Բայց փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, որ մենք մի քիչ ավելի լուրջ մտածենք եւ Աստծո օրենքը, Աստծո խոսքը մեզ համար լինի սիրելի։ Եվ եթե Աստծո երկյուղը մեր ախորժանքը լինի, հիշում եք, չէ, Եսայի 11-ը Հեսեի արմատից, որ պիտի բուսներ, եւ նրա վրա պիտի գար հանգչեր իմաստության, գիտության, հանճարի հոգին, երկյուղի հոգին, եւ վերջի կետ ասма, եւ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն էր։ Այսինքն Հիսուսի մասին է,
ինքը սիրում էր, իրան հաճելի էր, որ Տիրոջից երկյուղած լինի։ Այսինքն պատվի Տիրոջը, հնազանդ լինի Տիրոջը, լսի Տիրոջը։ Եվ եթե մեր Տիրոջ համար դա էր, ինձ ու քեզ համար որը պիտի լինի։ Հակառակություն, ամբարտավանություն, անհնազանդություն եւ մեր անհնազանդության հակառակությունների եւ շատ պատվիրանազանցության համար լիքը պատճառներ կարող ենք ունենալ։ Բայց ես ու դու պիտի ապաշխարենք։ Ես ու դու պիտի այսօր անձնաքննություն անենք, ժողովուրդ ջան։ Այսօր մենք նաև հաղորդություն ունենք։ Գիտեք, վաղ որը ոչ մեկս չգիտենք։ Մենք չգիտենք Տերը երբ կգա մեր հետևից։ Ով է որոշը երբ է մեռնելու։ Մեռնելու անուն տանք սաղս կվախենանք, չէ՞։ Չեմ էլ ուզում։ Խի մեռնենք, եթե կարանք երկար ապրենք։ Բայց ես ու դու չենք, չէ՞ որոշում։ Տերը մի օր իր հրեշտակն ուղարկելու է մեր հետևից։ Բայց այդ որ ուղարկեց, ես ու դու արդյոք պատրաստ ենք լինելու։ Թե գիտենք հավիտենականա, ոնց կուզենք կապրենք։ Հələ գործերս անեմ, պրծնեմ, հələ երեխեքիս պսակեմ, ամեն ինչ տեղի նոր կմտածեմ, ապաշխարում եմ թե չէ։ Խոնարհվում եմ թե չէ, խոնար եմ էլի։ Ծառայում եմ էլի, տունս տեղս երեխեքիս ծառայում եմ էլի։ Դրանք հեթանոսներն էլ են անում։ Նայեք, իսկապես մտածելու տեղիք ունենք, ժողովուրդ ջան։ Նաև մի այդպիսի թագավոր կար Իսրայելում, Աքաբ թագավորին, գիտեք, չէ՞, կարդացել եք։ Հիշում եք, Աքաբ թագավորը ինչ արավ։ Աչքը դրել էր Նաբոթի այգին։ Էս այգին իմն է լինելու։ Ոնց անեմ, պիտի իմը լինի։ Եկավ տխուր, տրտում, ունքերը կիտած, նստեց։ Իսկ իր կնիկ Հեզաբելը շատ ճարպիկ է։ Դու թագավոր մարդ ես, այդ ինչի ես այտենց նեղված։ Ինչի ես նեղված օրինակ։ Ուզածդ Նաբոթի այգին, հա։ 5 րոպեում տամ քեզ։ Այդպես էլ եղավ։ Նաբոթին սպանեցին, այգին ձեռից խլեց, Աքաբին ասավ վայելի։ Երանի թե վայել էր, երբ որ Տիրոջ մարգարեն գնաց Աքաբին հանդիմանեց, ասավ այս բաները արիք, լսի ասավ Աքաբ, նույն շները պիտի լափեն ձեր արյունները եւ քո սերունդիդ մեջ այսպիսի բաներ պիտի գա։ Աքաբը հենց լսեց, խոնարհվեց եւ գիտեք ինքը իր անձը խոնարացրեց։ Ոնց։ Հələ կկարդակ խուրց հագավ, ծոմ պահեց։ Աստված էլ տեսավ, դուք պատկերացնում եք, ես այնքան Աստծո բարության վրա զարմանում եմ։ Ասում եմ Տեր, ես ելնեի, հիմա ինչ կանեի դրան։ Իս ոնց ես այսքան բանից հետո դու ես Աքաբին ողորմեցիր, ողորմեց ինչպես։ Ասավ քանի որ անձդ խոնարացրիր, գնա մարգարեին, ասավ գնասա, քանի որ դու քո անձը խոնարացրիր, քո օրերում դա չեմանի, քո որդու օրերում։ Գոնե աչքը չտեսավ էլի։ Գիտեք, դրա համար ես ու դու երբ որ խելացի լինենք, ես ու դու երբ որ խոնար լինենք, պատկերացրեք մեր որդիներն էլ օրհնություն պիտի ժառանգեն։ Այո, խաթր կա, մեծ խաթր կա, որովհետև եթե Ռոբովամին խնայեց, մենք որից հետո տեսնում ենք, որ Ռոբովանից թագավորությունը գնաց, Իսրայելի 10 ցեղերը բաժանվեցին, Ռոբովամը դարձավ թագավոր, բայց Ռոբովանը խնայվեց հանուն, գիտեք ինչի, հանուն Դավիթի։ Տեսնում եք, հանուն Դավիթի, ասա բանի պիտանի չեք, հեչ բան չեք,
բայց Դավիթիս խաթր, Դավիթիս պատճառով այս մի շավիղը, այս թագավորությունը պիտի թողնեմ։ Քանի որ Դավիթը Տիրոջ առջև խոնար սիրտ ուներ եւ Տերը հիշատակեց, ասավ ամեն բանում Դավիթը խոնար էր ամեն ինչում, բացի մի սխալ արավ Ուրիայի հարցում։ Բայց դրա համար էլ զղջաց, ապաշխարեց։ Պատկերացնում եք, այսօր ես ու դու կարիք ունենք ժողովուրդ ջան, անձնակնություն անենք։ Տեսնենք արժեքավորը մեզ համար որն է։ Խոնարհվենք Տիրոջ առջև։ Իսկ ինչ է խոնարհվելը։ Ասեցինք, որ դու բացարձակ զգաս քո ոչինչ լինելը։ Հենց որ զգացիր, բացարձակ կախված կլինես Աստծուց։ Տեր, ես առանց քեզ ոչինչ եմ։ Տեր, այս ինչ ունեմ, դու ես տվել։ Դավիթ թագավորը այդպես ասավ. Այս ինչ ունեմ քեզանից է, այս ինչ ունեմ դու ես ինձ օրհնե, այս ինչ ունեմ քեզանից է եւ ուզում եմ քեզ համար լինի։ Կարող ենք այդպես լինել։ Որոշում է, չխոնարհվեցինք, Տերը ձևը գիտի, Աստված չանի։ Որոշենք, խոնարհվենք։ Ամեն ժողովուրդ ջան, քանի որ մենք հաղորդություն ունենք, բերեք կանգնենք, աղոթենք ու անցնենք հաղորդության բաժինը։ Ամեն։ Ալելույա Տեր, փառաբանության թիմը թող բարձրանա։ Ալելույա։ Ամենակարող Աստված, Սուրբ եւ հզոր, իսկապես մենք սիրում ենք քեզ։ Իսկապես ասենք այն ինչում որ չենք խոնարհվել, միտումնավոր չի եղել։ Այն ինչում որ չենք հնազանդվել, դիտավորություն չի եղել Տեր։ Օգնիր մեզ, որ մեր ամեն օրվա կյանքը գիտակցենք քեզանից է եւ քեզ համար ապրենք։ Օգնիր, որ Տեր հասկանանք, առանց քեզ մենք ոչինչ ենք, ոչ մի բան ենք, բայց քեզանով ամեն բան կարող ենք լինել։ Օգնի մեզ Տեր, շնորհք տուր մեզ Տեր, մենք քեզ սիրում ենք եւ հիմա ապաշխարությունով գալիս ենք, ներողություն խնդրելով, ուզում ենք Տեր, իրոք մեր որոշումն է խոնարհվել քո խոսքերի առաջ, խոնարհվել քո պատվիրանքների եւ օրենքների առաջ։ Սիրում ենք քեզ, պատվում ենք քեզ, մեծարում ենք քեզ Տեր եւ ասում ենք մեր Աստված։ Մենք կխոնարհվենք ու գիտենք, որ դու մեզ շնորհք կտաս, որտեղ շնորհքը լինի, այնտեղ պարգևները կգործի։ Շնորհակալություն։ Օրհնում եմ քո ժողովրդին Հիսուսի անունով եւ ասում եմ Տեր, դու ես մեր օգնականը, մեր ապավենը եւ մեր վեմը։ Թող փառավորվի ամեն բանում Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն եւ ամեն։